Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նյուզայեմ, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, թեմային չառնչվող մի հարց եմ ուզում տալ։ Վերջին քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում նաև տեսանք ձեր ներկայությունը, դուք արդյոք այս նախագծերը ներկայացրել եք այնտեղ, մյուսները նույնպես բուկմեքերական ընկերությունների հետ կապված, նաև այլ նախագծեր, որը վերջին շրջանում բավական մակահարույց են, եւ որոշ տեղեկություններով Փաշինյանը բավական շատ քննադատել է ձեզ։ Կբացահայտեք փակագծերը, նախ ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը ձեր ներկայացրած նախագծերի հետ կապված եւ ինչն է նրա վրդովմունքի պատճառը։ Շնորհակալ եմ հարցերի համար, թեպետ թեմայի այդքան էլ առնչություն չունի, ամեն դեպքում կպատասխանեմ հարցին։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում ես իմ օրենսդրական նախաձեռնությունները չեմ ներկայացնել, համենայն դեպս սա եւ բուկմեքերական գործունեության մասին նախագծերը կուսակցությունում չեմ ներկայացրել, բայց դրանք առանձին Անհատական հանդիպման ժամանակ ներկայացրել եմ վարչապետին, դեռևս անցած տարի կոնկրետ այս նախագիծը ներկայացրել եմ վարչապետին 2024 թվականի հունվարին, 1 տարի 3 ամիս առաջ, ինչից հետո վարչապետը իմ առաջարկները ուղարկել է գերատեսչություններին, կառավարության եւ անվտանգության խորհրդի անդամների կարծիքները ամփոփել ենք եւ վարչապետի մոտ եւս մեկ աշխատանքային քննարկում ենք անցկացրել այդ արդեն օնլայնված կազմով հանդիպման արդյունքները որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբով աշխատել ենք մոտ 4 ամիս եւ պաշտպանության նախարարի հետ եկել ենք կոնսենսուսային համաձայնության, որպեսզի այս նախագիծը այս ձևով ես դնեմ շրջանառության մեջ։ Իհարկե պաշտպանության նախարարությունը ասել է, որ առաջարկներ կտա, մասնավորապես պաշտպանության նախարարությունը առաջարկելու է գումարների չափերը բարձրացնել։ Նշել եմ, որ համաձայն չեմ այդ առաջարկի հետ, բայց ամեն դեպքում աշխատանքային կարգով կքննարկենք եւ կգանք համաձայնության պաշտպանության նախարարության հետ։ Մյուս գործընկերների հետ նույնպես ակտիվ քննարկումներ ենք ունենում։ Այսքանը թերևս, իսկ վարչապետը ինչպես է ինձ վերաբերվում, այդ հարցը շատ հաճախ է հնչում։ Այդ հարցի հասցեատերը իրականում վարչապետն է, ես կարող եմ նշել, որ իմ կողմից առաջարկվող փոփոխությունները, որոնք որ ես կարողանում եմ հիմնավորել, դրանք բոլորը վարչապետի կողմից ընդունվել են եւ ընթացք է տրվել համապատասխան։ Վարչության անդամ չեք, պարոն Սարգսյան, ինչու եք ուրեմն այնտեղ եղել։ Պատճառը ո՞րն է դեր ներկայացել։ Տեսեք, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հնարավորինս բաց է աշխատում եւ մամուլի հրապարակումներ են լինում կուսակցության վարչության նիստերի մասով։ Քանի որ կուսակցության վարչությունը փակագծեր չի բացել այդ քննարկումից, ես չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն անել, նշեմ, որ հաճախ եմ մասնակցում կուսակցության տարբեր ֆորմատով նիստերին, քանի որ հանդիսանում եմ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ դեռևս հիմնադրման պահից եւ աշխատանքային կարգով հարցերը քննարկվում ինչպես կուսակցության նախաձեռնող խմբի նիստերում, այնպես էլ վարչության կամ այլ ֆորմատով կուսակցության հավաքների ժամանակ։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարգելի լրագրողներ, առաջիկայում նաև հարցը կքննարկվի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, այնուհետև ազգային ժողովի դիագումար նիստերում, եթե կլինեն հարցեր, կխնդրեմ դրանք ինձ գրավոր կամ բանավոր ներկայացնել, առաջիկայում սիրով կպատասխանեմ դրանց։ Հուսով եմ, որ այս փոփոխությունները մեր հասարակությունը կընկալի ամբողջության մեջ, քանի որ եթե անջատ նայենք իմ առաջարկած տարբեր կետերը, հնարավոր է ամբողջությամբ չընկալվի, թե նախագծի նպատակը որն է, նախագծի նպատակը հակիրճ ցանկանում եմ մեկ րոպեով ներկայացնել, որպեսզի բոլորի համար պարզ լինի։ Առաջարկվող խստացնող եւ խրախուսող կարգավորումներ։ Խստացնող 4 կարգավորումներն են առաջին։ Որոշ առողջական խնդիրներ ունեցողներին տանել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարեքը 27-ից դարձնել 37 տարի։ Երրորդ, քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Չորրորդ, փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել։ Սրանք կանխարգելող կետերն են եւ 3 հրախուսող կետերը գոյացող ֆինանսական միջոցները ուղղել զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրացնելուն։ Երկրորդ, Կարճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին, ըստ այդմ նրանք կարող են վճարել
15 միլիոն դրամ եւ ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս, եւ երրորդ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստացող անձանց համար տալ հնարավորություն ծառայել 1 տարի կամ վճարել սահմանված չափով գումար, որովհետեւ նրանք շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչեւ իրենց 27 տարին լրանալը։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Շնորհակալություն։